Եթերում իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի ցեղահեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես։ Արշակ Սրբազանն առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Միջազգային փորձագետների արդյունքներն են ստացել, Արսեն Բաբայանը գրել է։ Փորձագետները ի թիվս այլնի 3 փորձագիտական կենտրոնների մասն է խոսքը։ Հանգել են հետևյալ եզրակացությունների. տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ։ Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել։ Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարվել անհնարին է։ Ահա այսպիսի հայտարարություն։ Սա եւ նաեւ գիտեք, որ անցած շաբաթ նոր հարձակում սկսեց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, իսկապես խոճապի մեջ չէ այս իշխանությունը, տերերը երևի պահանջում են հրատապ, արագ, անմիջապես ձեր միջամտությունները ակտիվացրեք եւ ինչպես տեսակ հոգեվոր խորհրդին մասնակցող մի շարք բարձրաստիճան հոգեվորականներին կանչեցին քննչական, այնուհետև զրկեցին իրավունքից Հայաստանից դուրս գալու, գործեր հարուցեցին եւ դա տարածվեց նաեւ 3-ի առաջ օրը վեհափառ վրա կաթողիկոսի վրա, ինչից է վախեցած, ինչից է սարսափած եւ ինչ զարգացումներ է կանխատեսում եւ լինելով ինքը բարեզբուն իմաստով գողային իմաստով որ մտել է մեր բյուջե եւ թալանով է զբաղված, ինքը ավելին գոռում է եւ բղավում է, թե չգիտեմ գանձարանից ինչեր են ուզում գողանալ։ Այդ նույն տրամաբանությամբ ինչ որ հիշում եք ինչեր էր ասում Արշակ Սրբազանի մասին, ինչեր էր խոսում, ոնց կարող են։ Եվ այս այլանդակությունը շարունակվում է իրենց կողմից եւ նոր պիղծ հայտարարություններ են անում անպատասխանատու։ Ես անգամ չեմ էլ ուզում կրկնել, օրինակ έτσι մի հայտարարություն արեց Սոր ազգային ժողովի այնտեղ վերընկած այդ անձի կողմից, Ալենի կողմից։ Խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, որ երեկոյան այցելել եմ Բագրատ Սրբազանին, քանի որ տեսակցությունները փակ Արշակ Սրբազանի պարագայում հնարավորություն չեմ ունեցել Արշակ Սրբազանին տեսակցելու։ Ուզում նորից էլ տեղեկացնել մեր հայրենակիցներին, հեռուստադիտողներին, որ երկու սրբազանները գտնվում են ԱԱԾ մեկուսարանում, չենք հոգնելու սրա մասին ասել, որ մեր սրբազանները եւ մեր հավատքի համար, եւ մեր ինքնության համար, եւ մեր տեսակի համար բացառիկ պայքարող տեսակներ են, մարդիկ, որոնք որ չեն ենթարկվել այս իշխանությունների կամայական հարձակումներին, տեղի չեն տվել, որևէ մի պարագայում չեն դավաճանել վեհափառ տիրոջը եւ այս հակաեկեղեցական արշավին շատ ամուր կանգնած են եղել մեր ինքնության ակունքներում, մեր եկեղեցու պաշտպանության ակունքներում եւ անբասիր ճանապարհ անցած մեր սրբազանները իրենց ինտելեկտով, իրենց բացառիկ տաղանդով, իրենց հայրենանվեր հոգեվորականի բարձր կեցվածքով, հոգեվորականի տեսակով եւ հոգեվորականի տեսակով եւ որպես մարդ, առաջին հերթին որպես մարդ, իրենց հայրենակիցներին սիրող մարդ, Արցախը չուրացած մարդիկ, Արցախի համար պայքարած մարդիկ, Հայաստանի համար սահմաններով, այդ մեր սրբազանները ես հիշում եմ էլի, այն ամենածանր պահերին խրամատում կանգնած եւ առաջնագծում պայքարելով եւ նաեւ այս բոլոր այս արշավներին, որ կազմակերպվել է իշխանության դեմ, ամուր կանգնել են, նորից եմ կրկնում մեր ինքնության, մեր տեսակի կողքին եւ դա բնականաբար հանդուրժելի չէր իշխանությունների կողմից, մեկի գրպանը պլան գցեցին, իդեպ պարզվեց, որ դա չկա, գոյություն չունի ժողովուրդ ջան, գոյություն չունի։ Տեսանյութ են ասում, չէ՞, ասում են բան են կարել, սենց համացանցով գցեցին, գիտենք չէ՞ ում ձեռքի գործն է դա, բացառապես մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը որ կարմիր գծեր, որևէ մի բարոյական սկզբունքներ չունի, գոյություն չունի այս մարդկանց մոտ։ Պարզվում է նաև դուք ցիտեցիք ուրեմն Արսեն Բաբայանի նաև 3 հրապարակած Facebook-յան էջում, որ այդ տեսանյութերը, այդ ձայնագրությունները, այդ ամեն ինչը կեղծ է։ Տարվել են ամենաբարձր մակարդակով փորձաքննության է ենթարկվել մի քանի երկրներում եւ չեմ ուզում կրկնվել, տեսեք պատասխանը ինչ է, որ այդ մարդը ընդհանրապես առնչություն չի ունեցել այդ գործին, չկա նման բան գոյություն չունի, հիմա այս գործերը կարող
իրապահ համակարգի աշխատողները պետք է պատասխան տան այս ամեն ինչի համար։ Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, որոնք որ Նիկոլի ձեռը դարձել են խաղալիք եւ քրեական գործեր են կարվում։ Արշակ Սրբազանի նկատմամբ, Միքայել Սրբազանի նկատմամբ, Բագրատ Սրբազանի նկատմամբ, Մկրտիչ Սրբազանի նկատմամբ, Վեհապար Տիրոջ նկատմամբ։ Ես ուզում եմ մի հատ հասկանամ, էլի, այդ որ քնիչն է, որ կարա Վեհապար Տիրոջը նստացնի եւ հարցաքննություն վերցնի։ Դե լսեցիք դուք Չէ, Արա Զորաբյան, որ այդ ամեն ինչից հետո Վեհապար հայրը օրհնել է։ Բոլորին իր օրհնանքն է տվել դուրս է եկել, պատկերացրու։ Վեհապար հայրը կորնի, բայց այս խայտարակությունը, ասենք, ախր որևէ մի երկրում նման բան չկա։ Դուք պատկերացնում եք Իտալիայում Հռոմի պապին կանչեն քննչական կոմիտե եւ բան անեն, էլի քրիգործ հարուցային։ Կամ որևէ մահմեդական մի երկրում։ Ակնոցս Տուրմանյան։ Կամ որևէ մի եվրոպական երկրում։ Նման ես նաև ուզում եմ առիթ օգտվելով ասել, որ կան նախադեպային որոշումներ, մենք անցած անգամ գործընկերների հետ նայում ենք, եվրոպական դատարաններում, եւ բոլոր, ուրեմն կրոնական կազմակերպության ղեկավարները կամ կարդինալները կամ մարդիկ, որոնք որ էլի տարբեր ձևերով ինչ որ չափով անհամեմատելի է Հայաստանի հետ, բայց ինչ որ չափով նեղություն են կրել այդ երկրներում, բոլոր դատական գործերը միջազգային հատյաներում հաղթել են։ Ես համոզված եմ, որ այս գործն էլ արդեն իսկ այս փուչիկը տրակում է, թե 18 արդարների գործը, թե Արշակ Սրբազանի գործը, թե Միքայել Սրբազանի գործը, թե Մկրտիչ Սրբազանի գործը, այս փուչիկի պես տրակում է։ Մեր գործընկեր Գորյունը, տեսեք ինչ լավ է նկատել, ուրեմն ինչ արեցին, եկեղեցիները չուլան են սարքել, չանցավ, հիշում եք, որ տարածեցին Այո։ Կաթողիկոսը դուստրունի չանցավ, այստեղ էլ բարի գնաց Նիկոլը, Կաթողիկոսի եղբայրը գործակալ է, սա էլ չանցավ, Կաթողիկոսը ենթարկում է օտար երկրա լեյտենանտի, սա էլ չանցավ, Կաթողիկոսը վաճառել է Սուրբ Գեղարդը, սա էլ չանցավ, այսինքն սա էլ պայթեց, սուտն է, Կաթողիկոսը եկեղեցին ուզում է ձուլել ռուսուղափառ եկեղեցին, սա էլ պայթեց սուտ, Կաթողիկոսը ուզում է տեղափոխվել կաթողիկոսարանը սուտ, սա էլ պայթեց, չկա այդպիսի բան, Կաթողիկոսը ուզում է հափշտակել եկեղեցու գանձերը սուտ, սա էլ պայթեց, չկա այդպիսի բան, Կաթողիկոսը եկեղեցիներում քաղաքական քարոզ է արել, ուզում է զավթել իշխանությունը սուտ, սա էլ պայթեց, չկա այդպիսի բան։ Հիմա էլ որոշել են, որ եկեղեցում կան 4-5 մանկապեքներ, այդպիսի բան են հայտարարում, դե պարզ ասես કે անգամ չարժել սա կրկնել, որտեղ սա ի սկզբանե արդեն է սուտ է, Իհարկե, ինչի մասն է խոսքը։ պայթելու է, չկա այդպիսի մի բան։ Ինչի մասն է խոսքը։ Եվ ընթանալու է, ինչ ակնկալենք դրանից եւ ինչ է հաջողվելու, եթե հաջողվելու է, թե չի հաջողվելու իրականացնել Էրդողանի պլանը։ Ես ուզում եմ պատճառը հետևանքային կապերից խոսեմ, թե մենք նկարագրեցինք իրավիճակը ինչ հատինում Հայաստանում, իշխանությունների կողմից ինչ զազրելի, նողկալի, քստամնելի ուղակի ծրագրեր են պլանավորում, չգիտեմ, փորձում իրականացնել եւ այլը, ճիշտ է, մարդիկ անազատության մեջ են, բայց կրկնում իրենք մեզնից բոլորից ազատ են եւ ես ուղերձը փոխանցեմ եւ անցնենք առաջ թե իրականում թաքնված ինչ, որտեղից են գալիս այս քամիները, Սրբազանի հետ հանդիպելով, Բագրատ Սրբազանի հետ հանդիպելով, Սրբազանը նորից մեկ անգամ եւս կրկնեց. հաղթանակը այլընտրանք չունի։ Մի ընկճվեք, աղոթում են մեր համար, մեր բոլորիս, մեր ժողովրդին իրենց բարևները, իրենց ողջունները փոխանցում են, շատ արժանապատվորեն կրում են իրենց բաժին ընկած դժվարությունները։ Գանք նրան, թե այս ամեն ինչը, որ այսքան խոսում ենք, ասում ենք եւ այլը, այս քամիները որտեղից են գալիս, սրա մասին շատ ենք խոսել եւ եւս մեկ անգամ ապացույցը նրա, որ այս ամբողջը պլանավորվում, ծրագրավորվում եւ այսպես ասած ուղղորդվում է ճշնամական մեծ տրամադրված պետությունների կողմից, որոնք որ օրնիբուն իրենց ծրագիրն ու նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնության, գոյության, կենսագործունեության ոչնչացումն է, ահավասիկ ես խնդրում եմ նաեւ մեր հարգելի եւ սիրելի մեր ընկերներին թող էկրանի վրա ցույց տան, թե որ երկիրն է շահագրգռված, որ երկիրն է ամենաշատ ցնծության եւ ուրախության մեջ հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ, այսպես այս մարտի, այս ճակատամարտի, այս հարցակումների։ Խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ
Դուք տեսնեք, ադրբեջանական մամուլը ամբողջությամբ տարբեր կայքերով, տարբեր ուրեմն կառավարական ապագործակալություն, դեյաս, չեմ ուզում սրանց անունները տալ, հակինաս, մինվալաս եւ այլ, ամբողջ այս տեղեկատվական դաշտը ադրբեջանական ցնծության մեջ է, ուրախության մեջ է։ Ասում եմ, մեր դարավոր երազանքը կատարվում է։ Մենք արդեն մոտ ենք նրան, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կազմաքանդվի, եւ այս ամեն ինչը, այս ծրագիրը արվում է հենց այս շրջանակների եւ այս ուրեմն երկրների ծրագրերի ծիրի մեջ։ Հիմա մենք որպես ժողովուրդ, որը հարյուրամյակներ շարունակ մեր ինքնությունը, մեր տեսակը պետականություն չունենալու պարագայում հայ առաքելական Սուրբ եկեղեցին ստանձնել այդ պատասխանատու դերն ու նշանակությունը, համասփյուր մեր հայությանը միավորող, ազգապահպան գործունեություն ծավալող, հայանպաստ գործունեություն ծավալող, վեհապարտերը հարյուրավոր եկեղեցիներ կառուցել, որ իրապես կոչվում է շինարար կաթողիկոս։ Հիմա ի՞նչ է սրանց ուզածը մեկն է։ Սահմանադրության ոչնչացում, ազգային խորհրդանիշների, պետական խորհրդանիշների ոչնչացում, դրա մասին նաև բացեբաց խոսել է Ալիևը, մեր տարածքների օկուպացիա, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդում, այս ամեն ինչը այսպես կոչված, նաև դրա անոնսը տվել են ռևանշիստական ուժեր անվան տակ։ Սրանք մեր տեսակի պաշտպանությունը համարում են ռևանշիզմ։ Արդեն Հայաստանի Հանրապետությունը հասել է այն վիճակի, իշխանությունների մասին է խոսքը, որ ազգային ինքնությունը պահող մարդիկ համարում են ռևանշիստ եւ չի բացառվում, որ սրանց վերարտադրությունից հետո ես համոզված եմ, որ դա չի լինելու, բայց ենթադրենք, որ վերարտադրվեն, ինչ կարող է պատահել Հայաստանի Հանրապետությանը։ Քաղաքացիներին, տարբեր հասարակական քաղաքական գործիչներին Բաքվի բանտերում հայտնվելը։ Չէ, իրենք են գալու այստեղ։ Այս բանտերը իրենցն են լինելու եւ ում ուզենան իրենք են բանտել։ Չէ, իրենք այս ծրագրի ես խորությունն ու բանն եմ ուզում ներկայացնել մեր հայրենակիցներին, որ հասկանան, թե սրանց ծրագիրը որն է, էլի։ Կարա ցանկացած հայտնվելու Հայաստանի բանտերը վերցնելու են թուրքերը եւ ում ուզեն այդտեղ փակելու են։ Դրա մասին եմ ասում, էլ նեղություն չեն քաշելու տանեն Բաքվի բան, որտեվ Հայաստանն է վերցնելու։ Սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր է, որ մենք հասկանանք տենդենսը, միտումը եւ շատ կարեւոր է յուրաքանչյուրի դիրքորոշումը։ Յուրաքանչյուրի դիրքորոշումը, կեցվածքը։ Դուք շատ ակտիվ արդեն շրջաններով պատտվում եք ինչ տպավորություն եք եւ հատկապես ինչ հարցեր են բարձրացնում, միջև դրան անցնելը եւ կուզենայի նաեւ շատ հետաքրքիր աղյուսակ կա մեզ մոտ ձեր փոխանցմամբ, որ ասում է վերջապես ծայրագավառից, չգիտեմ, կդառնանք, եսիմ ինչ կդառնանք, բան, չգիտեմ, իրա մասին է խոսում, ինչ է ասում, ոնց որ Հայաստան պետությունը միշտ եղել է մշակութային խաչմերուկ, դրա մասին է խոսել, բայց իրա համար իրա ուղեղում, իրա ուղեղային մորմոքիրանում միշտ եղել է բան, ծայրագավառ։ Այսինքն ինքը ինչ էր ակնարկում եւ ինչ կա սրա տակ, խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, սա թվերն են, որը խոսուն թվերն են, նշված երկրների, ուրեմն կշիռը արտահանման ինչ տոկոսներ են կազմում, տեսակարար կշռի մասին։ Չէ, ոնց որ լավ չէ, հստակ ասենք, օրինակ 15 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառություն 16.5%։ Այն մարդը, որ իբրև թե ակնարկում է, որ մենք ծայրագավառ ենք, չգիտեմ ում ենք ենթարկվել, իր օրոք Ռուսաստանի Դաշնության հետ 35.3%։ Մի հատ հլսա խայտարակություն է, էլի նայեք ինչ եղել։ Իրանի հետ, որ հարևան երկիր է 5.5%, այստեղ արդեն խնդրեմ է, չէ՞, տեսեք ինչքան է նվազեցրել։ Չինաստանի հետ 11.1%, բայց մեծ փրթումա տեսեք, այստեղ ինչ է արել։ Նաև ԱՄՆ-ի հետ չկա ԱՄՆ-ը։ Այստեղ էլի տարբեր եվրոպական պետություններ կան, որ Միացյալ հետ որ ձեզ խափում մոլորեցնում են, թե չգիտեմ ինչեր են, չէ՞, արել 3.6% չկա։ Ուրա, այն որ գալիս է ձեզ փրկի։ Չգիտեմ ոնց է։ Գերմանիայի 9.4%, հիմա 1.3%։ Բայց դատարկ ջեբով ուր ես գնում, Փանոս ջան։
Հա? Այս քո ստերով միջև ուր ես գնում, Փանոս ջան։ Ջանել չէ, փայ Փանոս։ Սա ինչի համար ենք Այս ստախոս։ Տիկին Թովմասյան, որ մեր հերոստատողները, մեր հայրենակիցները հասկանան, Ակի չես ծիծաղում։ որ մեր արտահանման եւ մեր ներմուծման զգալի առյուծի բաժինը դա ռուսական շուկանա, ԵԱՏՄ շուկանա մասնավորաբար։ Այդ Նիկոլն է ասում։ Ընդ որում մենք չենք ասում, Նիկոլն է ասում, որտեվ կրկնապատկի։ Թվերն են ասում, թվերն է սրա Իրա մասին։ սիրելի արևմուտքից չի լինում, ինչի։ Այո։ Ուրա Բաքո սիրելի արևմուտքը։ Ու հիմա պատկերացրեք, մենք թաղված ենք 7 միլիարդ պատկի տակ, այս մարդը 7 միլիարդ պատկա վերցրել, մսխել այս փողերը, յուրացվել են, յուրաքանչյուր կոպեկն ու լուման յուրացել են ներս են արել, հիմա 7 միլիարդ պատկ են վեկալել։ Ամեն տարի 1 միլիարդով ավելացրել են մեր պետական պարտքը, տնտեսական կախվածությունը Հայաստանի բարձրացել է ԵԱՏՄ շուկայից, մասնավորաբար Ռուսաստանի Դաշնությունից, արտահանումներ, ներմուծումներ, տեսեք ինչ ահռելի թիվ են կազմում, ու սրանք խոսում են գուբերնիայի մասին, տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, բա տնտեսական դիվերսիֆիկացիա անող եք այդ տգետներ, բա կանեիք էլի, 8 տարվա մեջ ինչ տնտեսական դիվերսիֆիկացիա եք արել։ Արել եք տնտեսական դիվերսիֆիկացիա։ Հիմա ենթադրենք նույն ԱՄՆ-ի օրինակով, չէ՞, ինչ անում Թրամփը, որ մի երկրի հետ խնդիր ունի, մաքսատուրք է սահմանում։ Քանից հենում է մաքսատուրք է սահմանում։ Ոչ միայն մաքսատուրք։ 50%, 30%, 60%։ Հիմա դուք պատկերացնում եք մեր տնտեսական ավանդական կապերը խզենք, ինչ կկատարվի Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ։ Եթե կախված է մի պետությունից եւ այդ կախվածությունը հավատալի մասշտաբների է հասնում, ուրեմն նշանակում է, որ եթե դու գնում ես այդ երկրների հետ արճակատման, հիմար դուրս ես տալիս, ես իմ չգիտեմ ինչեր ես ասում, ինչեր ես խոսում, խնդիրներ եք ստեղծում ամեն օր, դրանից ով պիտի դուժի։ Մեր հայրենակիցները պիտի դուժեն։ Այդ տրանսֆերները գալու են Հայաստան։ Ռուսաստան, ես ուզում եմ հասկանամ, Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցները կարողանալու են այդ գումարները ուղարկեն Հայաստան։ Այդ ներդրումները մոտ 4 միլիարդի մասին է խոսքը, որ Ռուսաստանի Դաշնությունից այդ ներդրումները ռուսական տարբեր կազմակերպությունների, մեր հայրենակիցների միջոցով եկել են Հայաստան։ Այդ ներդրումները լինելու են։ Հարց եմ տալիս, լինելու են։ Հայաստանի Հանրապետությունը իր արտադրանքը որտեղ է ռեալիզացնելու։ Այդ շուկաները, այլընտրանքային շուկաները դուք ստեղծել եք։ Կա մի այլընտրանքային շուկա, որ հայ գյուղացին, որ օր ու գիշեր քրտնում է, կոպեկ ձեզ հարկ ու տուրք է վճարում, եւ դուք ասֆալտա ծրագրի շրջանակներում եւս եք անում, տեսնում ենք ինչ վիճակ է։ Մենք տեսնում ենք մեր քաղաքացիները ծայրահեղ աղքատ վիճակում են հայտնվել, 25% ծայրահեղ աղքատ կա Հայաստանում, նաև Հայաստանում կան աշխատող աղքատներ, որոնք օրնի բուն աշխատում են, բայց էլի աղքատության եզրին են, որովհետև այն գումարները, այն ուրեմն աշխատավարձները, որ ստանում են, տալիս են ձեզ, գույքահարկը 100% թանկացնում եք, կարմիր գծերը թանկացնում եք, հարկերն ու տուրքերը թանկացնում եք, գյուղացուց այդ գումարները քաշում եք, քամում եք, մեր քաղաքացիներից այդ տարբեր հարկատեսակներով քերում եք այդ գումարները եւ դուք շատ ուրախ ու երջանիկ ապրում եք։ Ու միլիարդավոր դոլարների մսման մասին է խոսքը։ Տարբեր ծրագրերի շրջանակներում, սրա մասին շատ ենք խոսում։ Ցուցադրում եք մի հատ այդ ցուցադրեք, հա, որտեվ այս մի քանի օր է արդեն ձեր թիմը դուք հատկապես ներկայացնում եք, թե այն ավերակները լավ էլ գտրեք, խրամատները, չէ՞, խրամատ եք ասում։ Այո, ես ազգային ժողովում եմ այդ հարցը բարձրացրել։ Գիտեք ինչ են ասում ԿՊԱ-ականները, ասում դա փոշ չի, դա ճաք է։ Ճաք է ասում։ Հասկանում եք, սա տեսեք, այս անվագողերն են, Ժորժ ջան։ Այս տարբեր անվագողեր, այդ փոսերի մեջ անվադող, սառնարան, տեսեք, տարբեր Երևանի տարբեր հատվածներում այդ փոսերի բանի մեջ տեսեք, այս ճաքեր են, սա ճաքեր են,
Սա ճաքեր է, սա քպականների համար ճաքա, փոշ չի։ Փոշ չի։ Ճաքա, լա նայեք, տեսեք։ Այս խրամատները քանի մեքենա է։ Բայթում։ Այո, ամենուր վթարված մեքենաներ։ Մեր քաղաքացին խոսում էր, ասում է 5 րոպեվա մեջ։ 5 րոպեվա մեջ 6 մեքենա տուժել է։ Բայց թալանչիները, թալանչի Նիկոլ, այդ քո այս թալանչիներից քանի հոգի ես են դատախազը որ բանի ձայնով այդ սադիստական դեմքով ձայնով խոսում է, քանի հոգի ձերբակալել ես գողության համար։ Քանի հոգի այս թալանի համար, սա կոչվում է թալան, չէ՞։ Այսինքն պետք է նորմալ ասֆալտ լիներ։ Քանի հոգի է ձերբակալված այն բանի դեմքով այդ սառը, չգիտեմ ինչ բանի դեմքով դատախազ։ Քանի դեմքով։ Բայց ճաքա, սա փոշ չի։ Քանի հոգի է ձերբակալված այս թալանի համար։ Կամ էլ դուք եք թալանչին, որ ոչ մեկի չեք ձերբակալում, որտեվ ասֆալտ այդքան կերտերեցիք շերեփով։ Ասма բանը, աղ ենք, ասма շախտվել, ոնց որ ուրիշ երկրներում բան չեն էլի, ասենք, եթե ձուն է գալիս, ոչ մի բան չեն անում։ Դե հələ մի հատ գնացեք են։ Ոչ մի բան չեն անում։ Այն ճանապարհները, որ օրինակ բանի Երևանից սկսում է այն հիմնական մայրուղիները, որ գցել են նախկին իշխանությունների ժամանակ, բա գնացեք, ինչի դες ճաքեր չկա։ Մոտ գնացել եմ, վերջ առաջ գնացել եմ նախկին իշխանությունների գծած, որովհետև այն որ ձեզ բանը շերեփով ճաշը, շերեփով ասֆալտը կերցնում էր հայեր, Նիկոլենքս այդ շերեփով բանը կերցնում էին ու դուք էլ չէիք հասկանում ճանապարհի եւ ասֆալտի տարբերությունը։ Ճանապարհը գնացեք, տեսեք ինչ ճանապարհը գծած նախկին իշխանությունները, որ բան չի, ու գնացեք այս իշխանությունների գծած ասֆալտը, թալանած ասֆալտը։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բանի վրա ուշադրություն դարձնել եւ բազմաթիվ մեր հայրենակիցներ, բլոգերներ, նաեւ Արթուր Չախոյանն ներկայացրել այդ սանտիմետրերով, էլի, քանի սանտիմետր են արել որակը, ինչ խայտարակ որակ է, այդ բիտումն են քիչ լցրել, անորակ բիտում են լցրել, այդ շեբենի որակը, այդ փոսանորոգման եւ այլ, այսինքն բոլոր առումներով մսխում է կատարվել, միլիարդավոր դրամների մսխում է կատարվել, սիրելի հայրենակիցներ։ Եվ սրանք ասում են խնդիր չկա։ Սրանք Երևան քաղաքում, ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներ, սիրելի հայրենակիցներ, Երևան քաղաքում դուք տեսել եք 8 տարվա ընթացքում կոնկրետ Երևան քաղաքի մասին է խոսքը, որ ինչ որ մի հատ հանգույց սարքեն, ինչ որ մի հատ էստակադա սարքեն, ինչ որ մի հատ նոր թունել սարքեն, կա տենց բան։ Կարող է մենք տեղյակ չենք, կա տենց բան, մենք տեղյակ չենք։ Եվ երբ որ ես հարց էի տալիս Տիգրան Ավինյանին, տեսեք, խնդրեմ, մեր քաղաքացիները մանիկեն են դրել, անվադող են դրել, սառնարան են դրել։ Իսկ ճորն են գցեմ ես։ Դավթաշենն է։ Այսինքն մարդիկ ստիպված այդ խրամատները չընկնելու համար ձերքի տակին չլնում է դնում են որ հանկարծ չընկնեն մեջ անհասանելի դառնան որովհետև այդ փոստերի մեջ որ ընկնում են էլ անհասանելի են դառնում մեր հայրենակիցները հիմա էսա հիմա տեսեք խնդրեմ էս էլ բան են բերել չգիտեմ թե խողովակա ինչա այս խողովակն են դրել որ հանկարծ էլի նորից չընկնեն փոստը իսկ խայտարակ մի պատկերի ականատեսն ենք լինում, բայց ես ուզում եմ գամ նորից նրան, ես վերջին բյուջեի քննարկման ժամանակ հարց եմ տվել, ասում եմ, բա ինչի մի հատ էստակադա չեք սարքում, բա ասում եք կինո հայրենիքի մոտ էսա մի հատ էստակադա ենք սարքում, ուրեմն կրկեսի մոտ էստակադա ենք սարքում, թունելով չեկաք էստեղ, ես եկել եմ, այդ էստակադայով անցել եմ, ուրեմն կրկեսի մոտ էստակադայով անցել եմ, Աջափնյակի հասել եմ, հետո նստել եմ Աջափնյակի թունել, թե մետրո, թունելից իջել եք, նստել եք մետրո, հետո մետրոյով գնացել եք, սպասեք, մետրոյով ինչ նոր տեղ կա, նորք, նորք են ասում ճոպանուղ են ասում էսա նորքի ճոպանուղ են գալիս էսա այստեղ էստակադան կառուցվում է էսա այնտեղ մետրոն կառուցվում է ով է պատասխան տալու ասֆալտի թալանի համար էսա Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհը կառուցվում է պատասխան տալու իրանց կերած փողերի համար էս թալանի համար ով է պատասխան տալու էս աղրելի թալանի համար թող եզրակացություն անեն մեր հայրենակիցները բայց ես ուզում եմ գալով այն հարցին թե այն հարցը որ ես տվել եմ օրինակ ինչի՞ չի մի հատ էստակադա կառուցվում պատասխանը գիտեք ինչ ապշեցուցիչ է եղել ասում են որ մենք ասում են էստակադա կառուցենք ասում են ոնց որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցվում էր բարեկամության էստակադան Երևան մի քանի Ռուսիայի մոտի շրջանցող ճանապարհները ներքին գործերի նախարարության այդ թունելն ու ճանապարհները չեք հարցնում այդ ճանապարհները այդ ճանապարհ 10 քանի տարի իշխանության չեն չեք հարցնում այդ ոնց է այդ ճանապարհները նորմալ են հարց չեք տալիս
Բայց մի հատ հարցրեք, այդ ո՞նց եղավ, որ այդ նախկինների ժամանակա ճանապարհները տենց նորմալ են, իսկ սրանց գցած ճանապարհները բոլորը բանա։ Սարալանդի ճանապարհը, ուրեմն մոնումենտից իջնող ճանապարհները, Ծաղկաձորի թունելները, ուրեմն տարբեր տենց ծրագրեր, էլի, ասում եմ իրականացվել են, էլի, ժամանակին այդ ամեն ինչ իրականացվել է, մարդիկ, չգիտեմ, այն սերունդը միգուցե որ երիտասարդա, չգիտի, կառուցվել են այդ ճանապարհները։ Ինչի՞ չեք դուք մի հատ էստակադա կառուցել, մի հատ էստակադա, ինչի՞ չեք Երևան քաղաքում կառուցել։ Գիտեք պատասխանը որն է։ Ասում եմ, որ մենք շինարարական աշխատանքներ կանենք, ասում է, ուրեմն ասում է, բանը ասում է, երթևեկությունը ասում է կպարալիզացվի։ Այսինքն, եթե այն ժամանակ մարդիկ նույն տրամաբանությամբ ու նույն լոգիկայով առաջնորդվեին, ոչ թունել կկառուցեին, ոչ էստակադա կկառուցեին, ոչ ճանապարհ կկառուցեին, ոչ մի բան չէին կառուցի եւ Երևան քաղաքը հիմա ընդհանրապես շարժվել չէր լինի, կլներ ճգնաժամ, ոնց որ սրանցորը կլնումա ճգնաժամ, անձրևա ճգնաժամ, տերևա թափա ճգնաժամ, չգիտեմ, ձունա գալիս ճգնաժամ, տերևաթափ, անդադ ճգնաժամ, արևը բացվում է ճգնաժամ, այդ բանը ասֆալտը քանդվում է ճգնաժամ, բանը տեսնում եք ինչա կատարվում, քաղցկեղածին օդաշնչում ամբողջ մի մայրաքաղաք եւ նաեւ մարզերում քաղցկեղածին օդ են շնչում, արդեն իսկ ապացուցված է որ այդ օնկոլոգիական հիվանդությունների մեծ մասը այդ քաղցկեղածին օդից է, հիմա գիտեք ինչ են ասում են դա Երևան քաղաքի դիրքից է ժողովուրդ ջան, հիմա էլ Արգիշտի թագավորն է մեղավոր, նոր մեղավոր են գտել, այո, Արգիշտի թագավորը, որ ժամանակին պլանավորել եւ կառուցել են Էրեբունին, եւ դրա համար աշխարհագրական դիրքն է մեղավոր, որ մեր հայրենակիցները շնչում են քաղցկեղածին օդ, մեր հայրենակիցները Նուբարաշենի աղբավայր եւ Նուբարաշենի մեր հայրենակիցները եւ Երևան քաղաքի արդեն մեր տարբեր շրջանների, վարչական շրջանների, մեր հայրենակիցները այդ ամբողջ այդ թունավոր նյութերը մարդկանց առողջության վրա իհարկե ազդելու են։ Իհարկե ազդելու են այդ ամեն ինչը։ Եվ որևէ մի քալ չի ձեռնարկվել եւ չի ձեռնարկվելու։ 8 տարվա մեջ մի հատ աղբավայրի հարց չեն լուծել։ Չեն լուծել մի հատ աղբավայրի հարց։ Եվ այսօր էլ գործակարգավարական նիստի ժամանակ Երևան քաղաքի քաղաքապետը խոսում է, հարց է տալիս, ասում է փոսերը լցրել եք, դե իրար են նայում, իրար երես են նայում, չգիտեն դե ինչ ասեն, բան, ասում է դե ինչ որ ժամանակավոր լուծում եք տվել, բայց ուշադրիր սիրելի հայրենակից, ժամանակավոր լուծում են տվել, բայց անձրևն եկել ասում է այդ ժամանակավոր լուծումը այդ ջուրը տարել, անձրևը տարել։ Ով է պատասխան տալու այդ թալանի համար։ Ես ուզում եմ մի հատ, եթե հնարավոր է մի հատ այդ տեսանյութը միացնեն, թե շաբաթ կիրակի օրը ոնց էին թոս փչում մեր հայրենակիցների աչքերին։ Մի հատ, չգիտեմ, կիսավեր, մի հատ զիլ էին բերել կանգնեցրել, եթե հնարավորություն ունեք, խնդրում եմ ցույց տվեք, ուրեմն մի քանի հոգի այդ լապատկանները բանը վերցրել։ Ունենք մենք դա։ Այո, այդ տեսանյութը կա ձեր մոտ, խնդրում եմ նաև ցույց տաք այդ տեսանյութը ոնց են Երևան քաղաքում շաբաթ կիրակի օրը, ուրեմն, էսա, տեսեք, էսա, սիրելի հայրենակիցներ, խնդրեմ, ջրի մեջ ալեցնում, ջրի մեջ որ այսինքն էսո էին բան են անում, մարդիկ ասվալտ են անում, էսա ասվալտը, Ժորժ ջան, էսա միլիարդները, որ մեր սերունդները մենք պետք է այդ փողերը տակ, էսա, հակել են, կապնվել են, եկել են, գործ են անում, նայեք, էսա մեկ է բան են անել, էսա սպեցտեխնիկան գալու է, մեկ է տրամբով կան, էսա տեսեք ոնց են ասվալտը, բա էսա հատուկ բան է, չէ, էսի եվրոպական միջազգային, դե մենք գուբերնիա չենք, էս բան չէ։ Հա, գուբերնիա չեն, իրանք ուրիշ են։ Գուբերնիա չեն, էսա բան կանեն, էսա, նայեք, էսա մի հատ էլ էսա, տեսեք ոնց են անելու։ Ինձ թվում է, այս փոստալցման աշխատանքը մի 10 տարի առնվազն կգնա, այս փոստերը այլևս Այն մանիկենները բանը որ դուք դնում եք Ժողովուրդ ջան, հեսա այդ մանիկենները բանը կարա քանեք, խնդրում եմ միջև վերջ դրեք տեսանյութը, հեսա հատուկ իր բան կանեն, հա։ Մեկ էլ հետո բահով բան անում, տրամբով կային անում։ Տեսանյութի վերջում, չգիտեմ, չկար, հա բահով տրամբով կային անում։ Դրա համար իրար երեսի նայում են ասում
ջուրը տարավ ասում, շաբաթ կիրակի ասում, փոսը լցիկ ջուրը տարավ ասում։ Ջուրը ձեզ տանի։ Ջուրը ձեզ տանի։ Ինչ խայտարակություն է։ Ես չգիտեմ։ Ասում ասֆալտ ասում։ Ժամանակի Խաչատուր Սուքիասյանը մի հատ փոս էր գտնում, այդ մի 1000 հոգու թևը մտած տանում էր, ասում էր տեսեք, տարոնի ժամանակ փոս, տեսեք, բայ իմ հասցնում է հիմա Խաչատուր Սուքիասյանը։ Չէ, ես ուզում եմ մի հատ հիշեցնեմ մեր հայրենակիցներին։ Չեն ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո բանը ասֆալտը ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը այդ ասֆալտը որտե փողա, որտե թալանա Նիկոլ, որտե ասֆալտը թալանա։ Հետևաբար այդ ասֆալտը բան չի, այն ասֆալտը չի։ Նա հետ տվեց նորից ոնց է զվարճանում, ասում է ինչի փողը։ Որովհետև ասֆալտից հետո բանը ասֆալտը ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը տենց այդ բառը խանդաղատանքով է պետք է արտասանել, հետևաբար այդ ասֆալտը բան չի, այն ասֆալտը չի։ Ասֆալտը լափաման է, ասֆալտը իրանց լափաման է, բայց։ Այո, եւ խնդրեմ հայրենակիցներ ջան, ինձ հարավոր մարդիկ ահա զանգում են, վթարված մեքենաներ։ Բայց ես ահազանգ էլ պետքա դուք մեքենա Չէ, ուզեմ ասեմ տեսնում են, բայց գիտեք նաև որոշների մեջ ինչ կա, ասում են ոնց մենք սխալվեցինք 21 թվականին գնացինք սրանց ընտրեցինք։ Սուտ են խոսում։ Սիրելի հայրենակիցներ ջան։ Հիմա էսա պատկերը։ 21 թվականին Նիկոլին ընտրողը արդեն պետք է մտածի կամ ընտրության չգնացող, ինքը պետք է մտածի, որ ես նաև ուզում եմ մեր հայրենակիցներին տեղեկացնել նաև մեր հանդիպումների մասին, որ նաև այդ հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների բարձրացած հարցերի մասին երեք մենք Հետաքրքիր է ինչ հարցեր են։ Այո, ես կասեմ դրա մասին, մենք երեք Արմավիրում շատ լավ հանդիպում ունեցանք, նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր մեր հայրենակիցներից, որոնք որ տեղերը սահմանափակ են եւ որոշները այնքան լեփլեցուն էր, որոշները ոտքի վրա են կանգնած, բայց դահլիճի հնարավորությունը այդ էր, գիտեք որ ինչ դժվարությունների առջև են կանգնում դահլիճներ գտնելու եւ կարողանալու մեր ուրեմն հանդիպումները անցկացնել։ Օրինակ ԿՊ-ն բաններ ԿՊ-ի հետ կապված բան են տարածել, որ ԿՊ-ի կողմից կառավարվող հեծում, գիտեք որ հեծը խլեց Նիկոլը Սամվել Կարապետյանից եւ հիմա տվել է իրանց ձեռքն է։ Ուրեմն փետրվարի 11-ին հոսանքազրկվել է 168,000 բաժանորդ։ Շնորհակալություն պարոն վարչապետ, Նիկոլին շնորհակալություն են հայտնում։ Եվ անջատումները, ես հեսա դրա մասին խոսամ։ Շնորհակալություն են հայտնում, որ 3 միլիոն է։ Իդեպ մարզերում հավելագրումներ ա տեղի ունենում։ Մասսայաբար մեր հայրենակիցները ուրեմն բողոքում էին հենց այս թեմայից, որ ուրեմն շատ լուրջ հավելագրումներ ա տեղի ունենում։ Իմիջիայլոց մեր խմբագրություններ են եկել, ես ասեցին ընդհանրապես կարող են բարձրաձայնել։ Դա ակնհայտ է, մեր հայրենակիցները դրա մասին ահազանգել են, բարձրաձայնել են եւ մենք գնալու ենք այդ հետքերով։ Ես ուզում եմ նաեւ ձեզ տեղեկացնել, որ ես հարցում եմ ուղարկել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, պահանջելով, որ նոր տարվա նախօրեին մի քանի օր շարունակ ուրեմն անջատված է Երևանի թաղամասը գրեթե ամբողջությամբ կենտրոնից ինչ որ հատվածներ եւ մարդիկ զգալի վնասներ էին կրել, նյութական վնասներ էին կրել իրանց սառնարանների պարունակություններ ամբողջությամբ փչացել, մարդիկ մթին ցրտին, ուրեմն օրեր շարունակ ենթակայաներ վթարվել եւ գիտեք ինչ պատասխան է ինձ ուղարկում հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որ հեծը քննություն է իրականացնում, իդեպ արդեն գիտեք դեկտեմբեր ամսվա վերջն էր, հունվար արդեն փետրվարի կեսն է, գրեթե 2 ամիս արդեն 2 ամիս լրանում է, այդ մարդկանց ոչ մի պատասխան չկա։ Ոչ մի ձև եւ գիտեք հիմքում ինչն են դնում ասում է հեծը իր մոտ քննություն է սկսել ու եթե պարզվի որ ֆորս մաժոր ա եղել այդ մարդկանց գումարը չենք տալու այսինքն դուք հիմք եք ընդունում հեծի ասածը հա հիմա ո՞նց հասկանանք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողով դուք դեռ սեփական հետաքննությունը չունեք թե արդեն հեծի գլուխը կերել են եւ պարզա ովքեր են եւ ում հետ է վաղը մյուս օր փոխկապակցվելու հեծը, էլ մեր հայրենակիցներին պատասխան տալու բան չունեք, այդ
Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների նյութական վնասը փոխհատուցելու հարց չունեք, թե ասել եք ֆորս մաժորա, Ժողովուրդ ջան, ֆորս մաժորա տեղի ունեցել, ձեր գույքը վնասվել է, ձեր տեխնիկան վնասվել է, ձեր մթերքը վնասվել է, դուք էլ քանի օր շարունակ մնացել եք ուրեմն ծրտի եւ հոսանքազրկման մեջ։ Պարզա չէ ինչա կատարվում։ Նույնը լայվ այդ անջատումների հետ կապված։ Մասսայաբար անջատվում են եւ մարդիկ արդեն ամեն մի քաղաքացի լրացուցիչ պետք է մի հատ գեներատոր տունը պահի, որ այդ անջատումների ժամանակ կարողանա վերջը բան անի։ Կարողանա իր կենսական կարիքները հոգա։ Ու այդ հավելագրումների հարցը մեկ բարձրացրել են։ Այդ տուգանքների հետ կապված ուրեմն մարդկանց հազարավոր մեր հայրենակիցների ծանուցում ա գալի տուգանքների հետ կապված, որ արագաչափերը տուգանել են։ Ինձ այն օրը մի արցախցի մեր հայրենակից, որը որ հիմա Վարշավայում է ապրում, հանդիպեց ճանապարհին, ասում է ես բեռնատարի վարորդ եմ աշխատում, որ իմ տան հանապազորյա հացը վաստակեմ։ Ասում է ին վրա տուգանք ա եկել։ Այդ մեքենան ասում է խնդրում եմ տարեք փորձաքննության, տեսեք 100 կմ/ժ արագությունը կարա գերազանցի այդ մեքենան։ 170 արագության տուգանք ա եկել։ Այդ մեքենան հնարավոր չի, որ այդ բանը լի, ու տենց մասսայաբար տուգանքներ են գալիս, զրկում են մարդկանց եւ այլ եւ այլը։ Տուգանքի մատերիալը հայ ժողովուրդ։ Տուգանքի մատերիալ է դարձել։ Նիկոլի տուգանքի մատերիալը։ Մեր արցախցի հայրենակիցների ուրեմն անձնագրերի հարցը եւ անձնագրերի հարցը առհասարակ։ Մեր հայրենակիցները ամիսներ շարունակ հերթագրվում են քաղաքացիություն ստանալ, չնայած դա ավտոմատ պիտի տեղի ունենար։ Հաշվեին, որ այդ մարդիկ, մեր հայրենակիցները այդ ընդունեին ու վերջ, դրանով վերջ էր տրվում էլի այդ ամեն ինչի, որովհետև մենք էլ գիտենք, տարբեր պետական պաշտոնյաներ կան, որ այդ կոդով գրված են, բայց այդ մարդիկ բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում Նիկոլի կառավարության ժամանակ։ Հիմա ինչի համար եք այդ մարդկանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում։ Թե չեք ուզում, որ այդ մարդիկ քաղաքացիություն վերցնեն։ Ո՞րն է խնդիրը։ Այսինքն այդ հարցն էլ արձիական, այնտեղ նաև մեզ տարբեր հարցեր բարձրացեցին, գիտեք, որ գյուղատնտեսությունը ինչ խայտարակ վիճակի մեջ է, գիտեք, որ այգեգործությունը ինչ խայտարակ վիճակի մեջ է, անասնագլխականակ 100,000 անասնագլխականակ խոշոր եղջերավոր Նիկոլի կառավարման ժամանակ կրճատվել է։ Էսա այդ գյուղատնտեսության նախարարությունը բա ինչի համար են փակում։ Փակում են, որ գյուղատնտեսություն չունենանք։ Ու էլի տարաբնույթ շատ հարցեր էին տալիս առողջապահության համակարգի հետ կապված էին հարց տալիս, մարդը խնդիր է ունենում, գնում է, որ օգտվի իրեն հնարավորություն, այդ որ հնարավորություն են իբր ընձեռել, որ մարդը պետք է անվճար բուժօգնությունը ունենա վթարի հետևանքով, այլ հետևանքներով, եւ մարդկանց ուղակի կեղեքում էին։ Ասում եմ 1,600,000 մեկ եմ ծախսել, 1,200,000 մեկ եմ ծախսել, որ կարողանամ իմ եղբոր կյանքը փրկել։ Այսինքն, ի՞նչ է նշանակում դա։ Նշանակում է այն, որ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված չի եւ ամեն օր կեղեքման, թալանի մատերիալ է դառնում։ Մի հարց եմ ուզում ասել, սա այդ հանդիպան ժամանակ չէ, բայց ինձ հարյուրավոր մարդիկ ուրեմն ուղում են այդ հարցերը, կապված էլեկտրոմոբիլների հետ։ Ուրեմն օրենք են ընդունել, որ այն էլեկտրոմոբիլները, որ գնել են մեր հայրենակիցները, հնարավորություն տան այդ էլեկտրոմոբիլները, որ գալիս են Հայաստանի Հանրապետությունում, այդ ուրեմն մաքսատուրքը չվճարեն։ Բայց էլի, քանի որ սրանց ամեն ինչը խաբեություն է, ֆրծնել է եւ այլը, մարդիկ մեքենան պատվիրել են, հունվարին տեղ չի հասել, դե բնականաբար ժամանակ է խլում էլ, մինչև մեքենան տարբեր շուկաներից տեղ հասնի։ Եվ հիմա 6,000-7,000 դոլարանոց մեքենան, որ բերում են էլեկտրոմոբիլը, $2,000 մենակ հարկուտուրքն է։ Այսինքն խաբված էլի հարյուրավոր մեր հայրենակիցներ։ Իսկ ինչի համար եմ ասում, որ սրանք չեն կարող եւ ի վիճակի չեն եւ չեն ուզում, որ մեր հայրենակիցների մատից փուշ անեն։ Եվ ամենուր հայ մարդուն տեսնում են, որ թալանի կեղեքման մատերիալ։ Թալանի կեղեքման մատերիալ։ Էլ չեմ ասում նաեւ հարկային տերորի մասին։ Հարկային տերորի են ենթարկում այն փոքր խանութները, փոքր բիզնեսը, որ ասում են ժողովրդին, մենք փոքր բիզնեսը խթանելու ենք, ժողովուրդը այդ փոքր բիզնեսը պետք է բան չանի, հարկուտուրք չտա եւ այլ, ինչ եղավ։
Հարկերը ավելացրին, 5%-ը սարքեցին, քանի տոկոս, 10% սարքեցին, որովհետև ձեռ չի տալիս որ փոքր միջին բիզնեսը աճի եւ հարյուրավոր, հազարավոր փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները ուղղակի փակում են իրենց բիզնեսը։ Բիզնեսը ուղղակի բարիս բուն իմաստով փակում են, որովհետև հարկայինը գարեցա տերորիա է ենթարկում։ Միլիոնավոր դոլարներ է գրում մի խանութի վրա, որ ընդհանրապես մի քանի 100,000 դրամի մթերք ունի իր խանութում։ Էսա սրանց քաղաքականությունը։ Գյուղատնտեսության վերաբերյալ ի՞նչ է քաղաքականությունը, որ խնդիրներ ստեղծենք, գյուղատնտեսությունը անկում ապրի եւ թուրքական շուկայից խնդրեմ։ Չունենք։ Թուրքական շուկայից ներմուծեն։ Ինչ էին ասում, եթե չեք կարող գյուղատնտեսությամբ զբաղվեք, իրանց ասած խոսքերն եմ ասում, եկեք Երևան քաղաքում ասֆալտ փռեք։ Ասֆալտ փռեք, գյուղատնտեսությամբ մի զբաղվեք։ Իդեպ պարենային անվտանգության թեմայով ես շատ եմ խոսացել, ցորենի դեֆիցիտի հետ կապված, որ ցանցատարածություններ Արցախից են բերում, իհարկե։ Սյունիքի հետ Իհարկե։ հեկտարներով տվեցին։ Այսինքն, sense գլոբալ շատ ու շատ խնդիրներ, շատ ու շատ հարցեր մեր հայրենակիցները բարձրացնում են եւ նաեւ մի հարց էլ կա, որի մասին ես խոսեմ եւ ավարտեմ։ Մենք նաեւ հետամուտ ենք լինելու սիրելի հայրենակիցներ, որ այս խնդիրները լուծվեն։ Մենք խոստումներ ենք տվել, որ այս ամեն ինչը վերանայվելու է եւ մի խոստում էլ տվել ենք եւ դրա հետևից են գնալու, որ մեր տաքսու վարորդները, որոնք որ աշխատում են եւ իրենց ստաժ չի գրանցվում, մենք այնպես ենք անելու սիրելի տաքսու վարորդներ, որ ձեր տարիներով դուք աշխատում եք, դա գրանցի որպես ստաժ եւ վաղը մյուս օր դուք թոշակի գնալուց կարող դա հաշվի ձեզ որպես ստաժ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։